Պարոն Ստեփանյան, արդեն տևական ժամանակ է պատանի հանդիսատեսի թատրոնի շուրջ, այսպես զարգացումներ են ընթանում, լարված իրավիճակը եւ ինչպես դերասաններն են պատմում, քաղաքապետարանը ամեն կերպ ուզում է ձերբազատվել տնօրենից, Հեմին Թորոսյանից, որը ինչպես իր դերասաններն են փոխանցում, բավականին փորձառու պրոֆեսիոնալ մասնագետ է, դեպքում ինչով է խանգարում։ Մի պատմական ակնարկ է, մեկ ամիս առաջ նույն պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ու աշխատակիցները եկել էին քաղաքապետարանի մուտքի դիմաց, իրենց վրդովմունքն էին հայտնում, որ այս մարդիկ 3 ամիս է աշխատավարձ չէին ստացել։ Պատկերացնում եք 3 ամիս։ Այնտեղ նստած չինովնիկները մի օր աշխատավարձ ու պարգևավճար ու իրենց այդ մեքենաներից զրկվեն, ծառայողական, իրենք չգիտեմ ինչ օրը կհասցնեն, հիմա այս մարդիկ 3 ամիս աշխատավարձ չէին ստացել, եթե չգային այնտեղ իրենց ձայնը չբարձրացնեին, կարող է այդպես շարունակվեր, որովհետև այնտեղ հարց էին տալի վարչության պետին, ասում էր, հա գիտեմ, բայց, ինչը բայց, ձայն բարձրացրեցին, միամուռ, համախմբված եւ ստացվեց 7 օրվա մեջ աշխատավարձը արդեն հիշեցին, որ պետքա տան, տվեցին։ Հիմա գործող տնօրենը էլ այսպես ասածս օդում կախված լուրերի Տիգրան Ավինյանին ձեռք չի տալիս։ Այ ինչու հարցանց է ինչու։ Երևի շատ դերասաններ փոխանցում են, որ քաղաքապետարանը իր սրտի թեկնածուն ունի, ուզում են այլ տնօրեն։ Այլ տնօրեն, դե եմ ասում, իր սրտի, չէ, օդում կախված լուրերի կամ կարող կին լինի, իմ կարծիքով կին թեկնածու կա, այո։ Ես այդպես արեք ժամանակից շուտ չանցնենք, բայց հաստատ գործող տնօրենը, որը որ դերասանների աշխատակազմի սրտից է, որը որ բոլորի հետ կարողանում է աշխատել, լավ արդյունքներ տալ, հիմա մարդիկ որոշել են ազատվել։ Բայց ես ձեզ ասեմ, այս մարդիկ վախում են համախմբված, միամուռ, մի կարծիքի շուրջ համախմբված կոլեկտիվներից։ Եվ ես թատրոնի դերասաններին եւ կոլեկտիվին խորհուրդ եմ տալիս կանգնել իրենց թատրոնի տնօրենի կողքին, միջև վերջ գնալ, ոչ մի պարագայում չպարակտվել, միջ այս որոշ թատրոնների նման, որ վերջում իրենք չկարողանան պարակտելու միջոցով հասնեն իրենց ցանկության։ Մի տրվեք այս քաղաքային իշխանությունների քմահաճույքներին։ Իրենց քմահաճույքով այս մարդուն փոխում են իրենց սրտի անձնավորությունը բերեն նշանակի։